6 տրիլիոն 866 միլիարդ դրամ վարկ, 6 տրիլիոն 665 միլիարդ դրամ ավանդ։ Հայաստանի բանկային համակարգում արդեն մի քանի տարի շարունակ կտրուկ աճեր են նկատվում։ Եթե մի պահ ավանդներն իրենց ծավալով գերազանցում էին վարկերին, ապա այժմ մրցավազքում դարձյալ առաջ են անցել վարկերը։ 2025-ի մայիսին 2024-ի նույն ամսվա համեմատ վարկերի ծավալն աճել է 1 տրիլիոն 489 միլիարդով կամ 27.7%-ով։ Ավանդների աճը 13.7% է կազմել կամ 804 միլիարդ դրամ։ Եթե մենք վերացնենք դոլարայինին, ստացվում է 17 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավանդի տեսքով դրել են բանկերում։ Դա բնականաբար ինչ-որ մեկը 100,000 դոլար է դրել, ինչ-որ մեկը 1000 դոլար, բայց միջինացված եթե նայենք 5000 դոլարից ավել յուրաքանչյուր նորացի երեխան այլևս ավանդ ունի, եթե հավասարաչափ բաշխման նայենք, որը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է։ Վարկերի 40.8%-ը ռեզիդենտ ձեռնարկություններին է տրվել, 48.5%-ը տնային տնտեսություններին, մնացածը այլ կազմակերպություններին եւ ոչ ռեզիդենտներին։ Վարկերն ավելացել են բոլոր ոլորտներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր, հիպոթեք, սպառողական։ Ամենաէականը վերջին երկուսում։ Եթե մենք առանձին ուրեմն վարկատեսակի առումով նայենք, կամ ավանդի առանձին տեսակի առումով նայենք, ըստ էության դա նշանակում է, որ բանկային համակարգ ավելի լիարժեք կերպով է կատարում իր գործառույթը։ Բանկային համակարգը ներգրավում է ժամանակավորապես ազատ դրամարկամիջոցները տնտեսությունից, ուրեմն քաղաքացիներից եւ այդ դրամարկամիջոցները վերաուղղորդում է նորից տնտեսություն վարկերի տեսքով։ Կարճաժամկետ փողերը վերածում է երկարաժամկետի եւ այլն։ Եվ որքան այս գործընթացը ինտենսիվ լինի, այնքան նշանակում է, որ ուրեմն բանկային համակարգ իր առաքելություն ավելի լիարժեք կերպով է կատարում։ Վարկերի 67%-ը դրամային է, 33%-ը արտարժույթով։ Ավանդների դեպքում դրամայինը 52.4% է կազմում, արտարժութայինը 47.6%։ Հայկական դրամը իր դիրքերը ամրապնդել է, որովհետև եթե նայում ենք միջազգային տարբեր երկրների ցուցանիշներում գերակշռում են հիմնականում դոլարային ավանդները, դոլարային վարկերը։ Հայաստանի Հանրապետությունում ընդհակառակը դրամի նկատմամբ ժողովուրդը վստահություն ունի։ Սա կարևոր ցուցանիշ է, մենք երկրորդ էտապում պետք է մտածենք ինչ որ պրոդուկտներ պետք է բանկերը առաջարկեն, որպեսզի կարողանան ավելի շատ գումար աշխատի, քաղաքացին ոչ թե դնի пассив եկամուտ ստանա, այլ կարողանա դնել որևէ արտադրության մեջ, որ տարեկան ոչ չէ լինի 10% կամ 7%, այլ տարեկան 20%, 30% շահույթ ստանա։ Կարևոր է նաև, որ ցածր է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, արձանագրում է Արմեն Քթոյանը։ Տնտեսագետը դրական է գնահատում թե ավանդների, թե վարկերի մեջ դրամայինի կշիռի մեծացումը։ Եթե քո տնտեսության մի հատվածը այլ արժույթով է, քան քո ազգային արժույթն է, թեպաբար դու այդ հատվածի նկատմամբ քո դրամավարկային քաղաքականության, այսպես ազդեցությունը չկա կամ խիստ սահմանափակ է, նշանակում է քո ֆինանսական համակարգի մի մասի նկատմամբ սուվերենություն չունես, ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավասություն չունես եւ այդ հատվածի արտարժութային հատվածի մասնաբաժինի շարունակական նվազումը դա դրական քայլ է։ Հայաստանի կենտրոնական բանկից լուրերի հարցման ի պատասխան հայտնել են, որ ներկայումս բանկային համակարգը բարձր կապիտալիզացված է եւ իրացվելի, ինչի արդյունքում ունակ է կլանելու շոկային իրավիճակներում վարկային ռիսկից ածանցվող կորուստները, միաժամանակ ապահովելով տնտեսության վարկավորման անընդհատությունը։ Ըստ կենտրոնական բանկի գնահատականների տարվա ընթացքում ընդհանուր վարկային պորտֆելի աճը կշարունակվի, սակայն աճին նպաստող վարկավորման ուղղություններում հնարավոր են փոփոխություններ։ Մասնավորապես տարվա ընթացքում հնարավոր է հիպոթեկային վարկերի աճի տեմպերի դանդաղում։ Պայմանավորված նախորդ տարիների այս վարկերի մեծածավալ շարունակական աճի գործոնով, անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածությամբ եւ եկամտահարկի հետ վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցմամբ։ Գլխավոր դրամատնից միևնույն ժամանակ նշել են, հաշվի առնելով առկա ցուցանիշները, հավանական է, որ սպառողական եւ շինարարության վարկերի բարձր աճի տեմպերը շարունակվեն նաեւ ողջ 2025 թվականի ընթացքում։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։